Հաջատեղեկը վստահաբար վերջին շրջանում, քանի որ որոշակի հավելագրումների, թերգրանցումների փաստեր հայտնաբերեցինք մեր ուսումնասիրության արդյունքներում, ինչի հիմամբ նաև քրեական վարույթներ են նախաձեռնվել, նաև այդ փաստերը դրվեցին լիցենզիայից զրկվելու այն կարևոր 6 կետերից մեկի հիմքում։ Դուք նկատի ունեք այդ, այսինքն հավելագրումներ, որ իրականում սպառված էլեկտրաէներգիայից ավել չափեր են գրանցվել եւ այո, տեսեք, միջինացված այս տարվա պլանով ՀՑԿ-ն սահմանել է 7%, մինչև 7% թույլատրելի կորուստի շեմ։ Դա մուտք եղած արտադրողներից էլեկտրաէներգիայի քանակը եւ սպառված էլեկտրաքանակի տարբերությունն է։ 7%-ը, այսպես ասած, ընդունելի կանոնակարգված սահմանաչափն է, ինչից ներքև որոշակի ցուցանիշներ կային եւ ասեմ, որ ի սկզբանե ինձ համար տարօրինակ թվացին այդ թվերը, քանի որ միջազգային վիճակագրությունը առաջավոր երկրների երբ ուսումնասիրում ենք, մենք այդ ցուցանիշով գտնվում ենք top 50 երկրների ցանկում, հարևանությամբ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի, ինչը շատ զարմանալի էր, չունենալով տվյալ երկրների նման ենթակառուցվածքներ, ինձ համար տարօրինակ էր, որ նման ցուցանիշներ են, այսպես ասած, նկարվում հեծում, եւ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում կամ արևային կայաններից ինքնավար էլեկտրարտադրողների արտադրած էլեկտրաէներգիաներ թեր գրանցվում, այսինքն ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկում եւ վճարվում էին վերջիններս եւ սպառողների կողմից, ընդ որում պետական եւ համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ են կազմում, ում վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Այդ փաստերով նաեւ վերջին օրերին կալանավորում տեղ ունեցավ։ X կազմակերպությունը կամ անհատը ծախսում Y թվով էներգիա, բայց իրականում վերջում վճարում վերցնում ենք Y+ ինչ-որ մի բան։ Եվ դրա հաշվին կորուստները նաև նվազեցնում են, բայց դա ստացվում է, որ քաղաքացիներից էլ լրացուցիչ գումար են գանձում։ Այսինքն մի կողմից կորուստներն են նվազեցրել, մյուս կողմից քաղաքացիներից ավել գումարներ են գանձել։ Այդտեղ կա նաև երրորդ ռիսկը, որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի նաև գործարքներ կարող էին տեղի ունենալ։ Էլեկտրաէներգիայի ստվերային վաճառք։ Ստվերային շրջանառություն, այո, ստվերային գումարներով նաև 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այս պահին նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրում էր արել համայնքային ոչարեղեն կազմակերպության հաշվիչին 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիա եւ դրանով եւ տեխնիկական կորուստները նվազեցնում, մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին 7%-ին, ինչպես նաեւ հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն պետական հիմնարկների հաշվին ավել հոսանքի սպառած հոսանքի ավել տվյալ են գնում։ Այո, ավելին էր վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը կամ Այսինքն ինչ հիմնարկների մասին է խոսքը։ Համայնքային կամ դպրոցի շենքեր կարող են լինել, բժշկական կենտրոնը կարող է լինել, կոմունալ տնտեսության հողակներ մեծամասամբ, քաղաքների, մեր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա են ահռելի հավելագրումներ արվել եւ հավելագրումների ծավալը ընդհանրական, որ ասեմ, արդեն իսկ հայտնաբերված եւ փաստաթղթավորված անցնում են մի քանի միլիոն կիլովատ-ժամ քանակները։ Միջինացված դա կարելի է բազմապատկել միջին սակագնով 50 դրամով, օրինակ, մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում մեքենայությունների բյուջեն ստանում։ Բայց դրանք հայտնաբերված փաստացի ֆիքսվածներն են։ Փաստաթղթավորված եւ քրեական վարույթներ նախաձեռնված եւ ՀՑԿՀ կողմից վարույթի շրջանակներում ուսումնասիրված եւ հաստատված են, պարոն վարչապետ։ Բայց նաեւ ես կարդացի եւ հարցազրույցներ լսեցի, որ 2018-ից 24 թվականի տվյալները անհետացել են։ Դա եւս առանձին բավականին ցցուն պատկեր է կառավարման ճգնաժամի, ինչ պետության միջոցառած հավելագրումները այս նոր ժամանակահատվածի մասին են, թե նախորդի։ Միջև կառավարչի նշանակումը, կառավարչի նշանակումից առաջ։ Իսկ այդ 2018-ից 24 թվականի տվյալները, որ անհետացել են ինչ որ ձեւով, այդ նշանակում է, որ
պոտենցիալ հավելագրումների տվյալներ էլ եթե եղած լինեին, այդ տվյալների հետ կանհետանային։ Կարող ենք ենթադրել, բայց այստեղ ավելի խորքային խնդիր ունենք։ EBC կանոններ կան սահմանված ՀՑԿՀ կողմից, էլեկտրոէներգետիկական շուկայի բաշխման ցանցի կանոններ են կոչվում։ Դա իրավակարգավորումներ են, որին պետք է հետևի ՀԵՑ-ը եւ լիցենզավորված ոլորտում ցանկացած իրավաբանական անձ, եւ այդ կանոններով ՀՑԿՀ-ին հասանելիություն եւ երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների, իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից այդպես ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների պիրամիդա համակարգ է կոչվում եւ 2025 թվականի ընթացիկ տարվա հունվար ամսվա առաջին օրերին նկատել են ՀԵՑ-ում պատասխանատուները, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում եւ ՀԵՑ-ը ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալի շուրջ 700,000 սպառողների հաշվիչների հավաքված համակարգի մասին է խոսք հասունություն ունեցող սպասարկելու եւ այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում եւ ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում դաշինք ընկերությունների խմբին կամ արտապատվիրակված են այդ ծառայությունները ռուսական ընկերությունների 40-ից ավելի դոստուպներ ուներ համակարգը այդ փուլում մեր ուսումնասիրություններն են դա ցույց տալիս եւ ահա այդ 40-ից ավելի դոստուպ ունեցող անձանցից ոմանք կամ ինչ-որ խումբ պարզապես կամ կանխամտածված կամ ցածր կոմպետենտության արդյունքում հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու process-ի ընթացքում որպեսզի լրացուցիչ սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն եւ կարողանան այդ ամբողջ արխիվացնելու չգիտեմ ինչ գործողության արդյունքում ուսումնասիրվում այս պահին նաև քրեական վարույթ կանավ այդ փաստով եւս նախաձեռնված ջնջվել է 2018-ից 24 թվականի նոյեմբեր ամիս ընկած ամբողջ տվյալների բազան։ Հիմա տենց վարկած կարող է լինել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի եւ ապացուցելի կլինեին նաև հավելագրումներ եւ այլն ձեր նշածները եւ այդ տվյալների ջնջելու հետ այդ տվյալները նույնպես վերացել։ Այո, կարող ենք ենթադրել, այդտեղ կա նաև առաջին խախտման բնույթը ինքնին EBC կանոնի կոպիտ խախտում է եւ տվյալ փաստը հատկանշականն այն է, որ ժամանակի տնօրեններն ու կառավարիչները թաքցրել ՀՑԿ-ից։ Թեպետ ծառայական քննություն են նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել եւ այդ ամբողջ փաստաթղթերը ՀԵՑ-ում պահվում են խնամքով, բայց որևէ կերպ հաշվետվությունում չի արտացոլվել ՀՑԿՀ ներկայացվող, ինչը լիցենզիայից բխող առաջնային պահանջ է նաեւ։ Ընդ որում նաև հաղորդում չէր ներկայացվել իրապահներին, քննելու նաև այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսք գնում է 700,000 մեր քաղաքացիների սպառողների անձնական տվյալների մասին, այսինքն անձնական տվյալների պաշտպանության խնդիրը կար նաև։ Եվ ուղիղ արտացոլանքը այդ բազաներում եղած տեղեկատվության բիլինգի այլ համակարգում որոշակի կան, որը որ տվյալ համակարգից ներբեռնվում է բիլինգի համակարգ, ընդ որում մարդկային գործոնով պայմանավորված։ Պարզապես այդ ծախսը վերականգնելի է, թե վերականգնելի։ Այս պահին մինչև այս պահ չի հաջողվել վերականգնել։ Թեպետ մյուս կողմը պնդում է, որ այն տվյալները, որոնք որ արտացոլված պիտի լինեին տվյալ համակարգում, ջնջված համակարգերում, այսպես թե այնպես արտացոլված են բիլինգի բազաներում, բայց բնավ դա այդպես չէ, որովհետեւ ծախսումների, այսինքն սպառման հաշիվների, այո, հաշիվների, բայց հիմա հնարավորություն կա այդ հաշիվները համեմատել իրական ծախսի հետ։ Այս դա է խնդիր, որ իրական ծախսի բազաները քանի որ ջնջված են, այդ հաշիվները ինչ որ կա արդեն հաշվացված, այդ հաշվի գրած թիվը ինչքանով է։ Հենց խնդիրը դրա մեջ որ ոչ ոք։ Այսինքն դե գրած է, որ ես պետք է 10,000 դրամ հոսանքի վարձ վճարեմ, հա գրած է, տակնել բնականաբար համապատասխան թվով հոսանքի ծավալը նկարագրված։ Բայց եթե գնանք հիմքը ստուգենք, ես իրոք այդքան եմ հոսանք սպառել թե չէ, հնարավոր չի դա վերացնել։ Թվային եւ եթե ձեր ասածը հիմա տեսեք դուք ասում եք 1 2 3 4 հավելագրման դեպք է, չի արձանագրվել։ Եթե 1 2 3 4-ը եղել է 5 6 7 8 9 10-ը եղել է, նշանակում է 20-ն էլ է եղել, 30-ն էլ է եղել, 40-ն էլ է եղել։ Հակառակ դեպքում ո՞նց կարա լինի, որ այդքան այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող համակարգի ռազմավարական նշանակության ինֆորմացիա մեկ էլ ջնջվում է պատահաբար։
Շատ ճիշտ եք եւ բնավ չխորանալով նույնիսկ բովանդակության մեջ ինքնին երևույթը որ թաքցվել է թե իրավապահներից թե ՀՑԿ-ից արդեն իսկ լրջագույն խախտում է ենթադրվում նաեւ խոսում է մոտիվների մասին այդ իմ նշած վարկածի գոյության իրավունքի մասին որտեղ եթե խնդրեմ ա եղել այդ խնդրեմի հետևից միջև վերջ չգնալը այդ նշանակում է այդ փորձել պարտակել ինչ որ երևույթներ այդ թվում Այո, դա այն 6 կարևորագույն կետերից մեկն է, որի հիմամբ լիցենզիա զրկվեց ՀԵՑ-ը, ընդ որում ասեմ 6 կետերն էլ ինքնին արդեն առանձին հիմք են լիցենզիա զրկելու։ Բայց մենք մեր ուսումնասիրությունների վերահսկողության արդյունքում վերհանեցինք շուրջ 6 կետեր, ընդ որում 6-րդ կետը ընդհանուր կառավարման արդյունավետության ֆինանսական գործառնության առումով իր մեջ եւս 9 ենթակետեր է պարունակում գնումների գործընթացների մատակարարում